Այ այս պարոն Ասատորովի դերմային հետհատվելու համասը նույն իրավապարտումը կատարել է նաև ինքը իրան բերման չի ընդհատվել։ Ես ձեր հարցը չեմ կարող պատասխանել, որտեղ կոնկրետ ես ինչ արեցել հարցը պատասխանը հնչել, բայց կոնկրետ թե իրակի բերման չեն ենթարկել կամ գուցե պատել է։ Չէ, նայեք, չէ, կոնկրետ դուք տեսեք, ասում եք, ես ականատես եմ եղել, որ Լևոն Քոչարյանը ու իր հետ մենք անում։ Կոնկրետ ձեր մասն Ես կարող եմ դուրս գալ, այս վկայով ավարտենք վկայի արձակնությունը կավարտվի, նոր որոշենք, դա։ Գոնե, վկայի արձակնությունը հաղթումը նաև ինքն էր կատարել։ Այս ուղղությամբ կոնկրետ ձեր կարծիքը չէ, ձեր գործողությունները։ Բնականաբար, եթե կոնկրետ ես այդ պահին հնարավորություն ունենա, միանշում եք վերոն ենթարկել։ Հիմա ձեր երկրորդ հարցը այս տեսագրություններում առկա են տվյալներ, որ այդ երթը շարունակվել Անտոնի մինչև պոլիտեխնիկի համալսարան և Սերգեյ Ասատորովներ առաջնորդել այդ երթը։ Այ ձեր պատասխանը որպես ելակետ ընդունեցին, որ այստեղ թիրախը պարոն Քոչարյանը չէր, այլ զուտ իրավախախտման կանխարգելումն էր, այդ պայմաններում, եթե Սերգեյ Ասատորովը նույն իրավախախտումներ կատարելի ինչ պարոն Քոչարյանը, ոնց եղավ, որ ինքը բերման չի ենթարկվեց և ավելին էլ առաջնորդեց հավաքը մինչև պոլիտեխնիկի համալսարան։ Ես ձեր հարցը չեմ կարող պատասխանել, մատել ասես։ Արժինի վկայեմ, հարցերսում եք դեպատանը պատասխան։ Անարվեզեն սուտ ոչ թե ձեր գիտելիքները ստուգման համար, այլ սուտ որ վարույթով արձանագրեն։ Այդ ճանապարհի երթևեկելի մասը փակել է ձեզ ինչ իրավախախտում, հիմա որտեղ գտնենք։ Ինչ իրավիճակում, ինչ ժամանակահատվածում կամ ինչի համար։ Այդ հարցին պատասխանեք ես հստակ եմ։ Չէ, հիմա դուք ասում եք, դուք որպես ոստիկանության ծառայող ականատես եք եղել իրավախախտում։ Այն է քաղաքացիները փակել էին ճանապարհի երթևեկելի մասը։ Հիմա ես ձեր հարցաքննությանը զուգահեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում խնդրում էի, այդպիսի 258 հոդվածն է, իր կետերից է բաղկացած, 258 հոդվածը վարչական իրավախախտումների օրենսգրքի կետերով հստակ չեմ կարող նշել, բայց կոնկրետ 258 հոդվածը հստակեցնում է վարչական իրավախախտումների կարգավորումները, որոնք որ մենք այդ հոդվածներով առաջնորդվում ենք, հիմա միգուցե շփոթվեմ հստակ այդ հոդվածի մեջ, բայց կետեր կա, որոնք որ հստակ նշում է, որ հասարակական կարգի խախտումները հստակ նշում է եւ այո, դա հասարակական կարգի խախտում է, որը որ իրենից ենթադրաբար բխում է, որ այլոց իրավունքները եւ ազատ տեղաշարժը խախտումներ կա, որը որ ոստիկանության կողմից է բազմաթիվ անգամ շեշտվում է, որպեսզի հարգել քաղաքացիները մի խախտեն այլոց իրավունքները եւ ճանապարհի երթևեկության կանոնները։ Ինքը իրանից բխում է իրավախախտ։ Շատ ձեր ասած հոդվածը վերաբերում է իրավախախտի բերմանը, այսինքն երբ ձեր հարցը պատասխանում է։ Չէ, երբ քաղաքացին կատարել է իրավախախտում ու այդ իրավախախտման հիմքով իրան բերում եք, բերման եք ենթարկվում։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ինչ իրավախախտում է, ճանապարհի վարչական իրավախախտում է, հանցագործություն է, ինչ է, որ մենք հիմա հետո դիչապենք ձեր պահանջի օրինականությունը։ Հիմա փորձենք հասկանալ ձեզ, որովհետև դուք եք իրավախախտում եք։ Ինչ իրավախախտում։ Պատվարժան դատարան, ես առաջին հարցიდან մասնագիտական գիտելիքների ստուգման ուղղված հարցեր է, այսինքն գործի փաստական հանգամանքների հետ չի կապացվում հարցը, հետևաբար առարկում եմ մասնագիտ հարցը։ Պատվարժան դատարան, այո, սա պետք է ենթադրի մասնագիտական գիտելիքի ստուգում, որտեղ վկան ասում է, ես ականատես եմ եղել վարչական իրավախախտում, մոտեցել եմ, որ բերման ենթարկվում։ Հիմա մեզ այո պետք է այդ տվյալը ըստ ոստիկանության ծառայողի ինչ իրավախախտում էին կատարել Լևոն Քոչարյանը եւ Սերգեյ Ասատորովը։ Մասնագիտական գիտելիքների ստուգում չեն կատարում, սակայն հարցը մնում անփոփոխ, հարցին եթե կարող է, որքան պատասխանել։ Իհարկե, ես հստակեցնում, այո, իրավախախտում եղել է, հասարակական կարգի կողմի խախտում, այլոց իրավունքներ,
Եվ ոստիկանացակողից նաև հիշվեց նաև օրինական պահանջ ներկայացվել է, այդ դեպքում է պերման է ենթարկվել։ Ընդհանրապես այդքանը կարող եմ նշել։ Շատ լավ։ Պարոն Այվազյան, մենք հետազոտել ենք մուտքի վայրում տեսանյութեր, որտեղ ակնհայտորեն ոստիկանության մեքենայից լսելի է, օրինական պահանջ չկա, բայց դուք ասացիք, որ 3 եւ ավելի անգամ պահանջը հնչեցվել է։ Ես լսել եմ։ Դուք լսել եք։ Ճիշտ է այդպես։ Իսկ տեսախցիկը եթե դա չի ֆիքսել, Չեմ կարող։ Ես առարկում եմ այդ հարցի դեմ նույն բովանդակության հաց մի քանի անգամ հնչեցվել։ 4 անգամ արդեն պատասխան։ Ընդունեց առարկությունը, թե պետական արդեն իսկ պատասխանեց, ուրեմն արգելը նկատեցիք, եթե առարկություն արմակողից որը մեդիկողից արդեն չեք պատասխանել։ Չէ, ես չգիտեմ, առաջան։ Լավ, վկան ամենայդպես պատասխան։ Այսպիսի պարոն Ալեքսանյանի հարցը այս առումով կիսատ մնաց, այլ փորձենք շարունակել հասկանալ։ Եթե նպատակը իրապես պարոն Քոչարյանը չէր, եւ այդ հավաքը, որ ոստիկանության նպատակը ճանապարհի երթևեկելի գոտին բացելն էր, ինձ էլ չի թվում, որ ոստիկանությունը կարող է զուտ ինքնանպատակ պահանջներ տալ բացելու, չբացեն ասիլարդը, ոչինչ թողքայլ։ Վերջում ինչու քայլեր չձեռնարկվեցին, դուք էլ ասում եք, այդ պահին ղեկավար պաշտոն եք զբաղեցրել, ենթադրվում է պետք է ավելի մոտ կանգնած լինեք դրան, այդ փողոցը ինչու չբացվեց վերջում։ Բացվել է։ Հենց այդ եմ ասում, զբաղույթի նյութերի այդ երթը բարձացել է Սարյան, ամբողջ Սարյանի փողոցով, երթևեկելի մասով, շարունակվել է մինչև պոլիտեխնիկի համալսարան, Սերգեյ Ասատորովն երթը առաջնորդվել է։ Այսինքն ձեզ դուք չեք բացել ճանապարհի երթևեկելի գոտին, դուք էլ ասում եք, որ երթևեկից քայլել եք, հա։ Եթե դերակ եք, եթե հիշում եք, եթե կարող եք Կարող եմ պատասխանել։ Այդ դեպքում